Բարի երեկո, դուք դիտում եք Ամեկ+-ի IPF+ հաղորդումը, սկզբից օրվա ամփոփումը 120 վայրկյանում։ Սասնա ծռերին սնունդ հասցրած եւ հաց բերողի անունը ստացած Արթուր Սարգսյանը առավոտվանից հացադուլ է սկսել։ Դատարանը երեկ որոշել է կրկին փոխել Արթուր Սարգսյանի խափանման միջոցը, 2 ամսով կալանավորելով նրան։ Այսօր ՀԿՑ-ի դիմաց մի խումբ քաղաքացիներ ակցիա են արել, հաց տանելով այնտեղ։ Քանի որ հացը չեն վերցրել, նրանք բաժանել են անցորդներին։ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը դուրս է եկել Օսկանյան-Օհանյան-Դալաքյան ձևավորող դաշինքից։ Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը տեղեկացրել է. Խախտվեց բոլոր դաշինքային սկզբունքները։ Ազատ դեմոկրատներ կուսակցության ներկայացուցիչ Արմեն Արաքելյանը գնահատել է ձևավորող դաշինքները։ Ըստ նրա, տպավորությունն այն է, որ բոլորը տառապում են այսպես կոչված Ստոկհոլմյան սինդրոմով, երբ դահիճներն ու զոհերը եկել գրկախառնվել են ու հիմա միասին գնում են ընտրությունների։ Մարտի 1-ի գործով գլխավոր դերակատարները Սերան Օհանյանը եւ այդ պարտակող Օսկանյանը, այդ բոլոր հանցագործությունները եւ դանակահարված, տուժված, ծեծկերված Արմեն Մարտիրոսյանը ձգտում են իրար հետ դաշինքով գնալու։ Ելք դաշինքին նախապես հայտնի է եղել ՀԱԿ-ի սկզբունքները ու դրանք դաշինքի անդամները չեն կիսում։ Այսօր հայտարարել է դաշինքի անդամ Արտակ Զեյնալյանը ու հավելել, որ ըստ այդմ ՀԱԿ-ի հետ համագործակցության փորձ չի եղել։ Ելք դաշինքը գաղափարական դաշինք է եւ մենք գաղափարական տարաձայնություններ ունենք, անհամապատասխանություններ ունենք ՀԱԿ կուսակցության հետ։ Մասնավորապես մենք դեմ ենք Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին, ՀԱԿ-ը կողմ։ Նախկին պատգամավոր Աղասի Աշակյանի կարծիքով այն մարդիկ, ովքեր բլոգեր Ալեքսանդր Լապշինի համար ակցիա են անում Բելարուսի դեսպանատան դիմաց, հավքիթ են նետում, նրանք հաշիվ չեն տալիս, որ այնտեղ 50,000 հայ ընտանիք է բնակվում։ Լապշինը նոր դառավ հայտնի, իրան ոչ մի բան էլ չեն անել ունդե։ Ներեգությունը գրելու է, մեղայականը գրելու է, մի 15 օր 20 օր պահեն, հետո կացով տան հետույքին դուս անեն։ Լապշինը դառավ միջազգային դեմ։ Մինսկից Բաքու արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի դեմ հայտարարված է եղել ոչ թե միջազգային, այլ միջպետական հետախուզում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Բելարուսի գլխավոր դատախազության ներկայացուցիչը։ Քաղաքացի Լապշինը գտնվել է միջպետական հետախուզման մեջ եւ ձերբակալվել է համաձայն ԱՊՀ պետությունների միջև գործող համաձայնագրի, հայտարարել է Բելարուսի դատախազության ներկայացուցիչը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի ներկայացուցիչները, ինչպես նաեւ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարում էին, որ Լապշինը հետախուզվում է Ինտերպոլով։ Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ժողովուրդ թերթին տված հարցազրույցում պարզաբանել է, թե ինչու իր կուսակցությունը չի մասնակցում լայն դաշինքներին։ Մենք առաջին ընտրական դաշինքն ենք, որը հայտարարեց, թե սկսում է քարոզարշավը եւ ընդհանրապես ըստ էության ասաց, թե ինչի վրա է կառուցվելու այդ ընտրարշավը։ Մյուս կողմից, մենք ամենավերջինը հայտարարեցինք դաշինք ստեղծելու մասին։ Գաղտնիքը ո՞րն է։ Գաղտնիքն այն է, որ մենք կարծում ենք, որ ավելի կարևոր է ուղերձը, ասելիքը, կառավարման ծրագիրը, որը պետք է առաջարկվեր ժողովրդին, ոչ թե ինքնանպատակ միավորումը տարբեր քաղաքական ուժերի, ասել է Լևոն Զուրաբյանը։ Ճիշտ է այն տեղեկությունը, որ ելքի եւ ժառանգության առաջիկա ընտրություններին ընդառաջ դաշինք կազմելու բանակցությունները տապալվել են։ Պատասխանելով TRTM-ի այդ հարցին, Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուկյանը ասել է. Դե ճիշտ ասած, բանակցությունները չեն ավարտվել, չի արձանագրվել ավարտ, ուղղակի դադար կա եւ չհասկացվածություն կա։ Մենք ամեն բան արել ենք, որ դաշինքը լինի, ժառանգությունը միանա ելքդաշինքին, բայց երբ վերջնական չկայանա, այն ժամանակ կմեկնաբանեն։ Եվ այս պահին դեռ շանս կա, որ կարող է լինել, նշել է Էդմոն Մարուկյանը։ Օրվա լրահոսը։ Դաշնակցությունը գնում է առանձին իր ցուցակով, որևէ դաշինքների մեջ չի մտնելու։ Դաշնակցության ցուցակում կլինեն նաև ոչ դաշնակցականներ, կուսակցությունը միայն մարդու անդամության վրա չի կենտրոնանում։ Նա ավելի շատ պետք է ունենա համակիրներ, քան բուն անդամներ։ Պարոն Ռուստամյանը վստահեցնում է, որ դաշնակցության էլեկտորատը կայուն է, ստանում է այնքան քվե, որքանի որ հավակնում է։ Եվ այդ առումով բոլոր ընտրություններում, ովքեր որ հայտարարել են անգամ այնպիսի տասնյակ հազարավոր, 100,000-ավոր անդամներ, հետո պարզվել է, որ իրենց անդամների քանակով անգամ ձայներ չեն կարողանում հավաքել։ Հայ ազգային կոնգրեսն այս ընտրություններից սպասում է պատերազմ, դա կլինի փողի եւ արդարության կռիվ։ Սա լինելու է ընտրություն մամոնայի եւ Աստծո միջև։
Այս պատերազմում ոչ ոքս Լևոն Զուրաբյանի իրավունք չունի ասելու, թե միևնույն է իշխանությունը հաղթելու է յուրաքանչյուրի քվեից անկախ, վերցրած կամ չվերցրած ընտրակաշառքից անկախ։ Ոչ, իրենց ուզած արդյունքը այս անգամ իրենք կարձանագրեն մատյաներում միայն եթե դուք ընտրություն կատարեք հոգուտ մամոնայի, ծախեք ձեր հոգին։ Հոգին ծախելու մասին արդեն մամուլում տեղ գտած տեղեկությունները հետաքրքրել են հանրապետականին։ Եթե կլինեն նմանատիպ առաջարկություններ, թող վերցնեն եւ հայտնեն լրատվությանը։ Մեզ էլ է շատ հետաքրքիր։ Պարոն Բաղդասարյանն իհարկե չի բացառում, որ կլինեն ընտրակաշառքներ բաժանելու փորձեր, դրանք արժի ծառայություններ են։ Պատգամավորը հրաժարվեց ասել, թե ՀՀԿ համամասնական ցուցակում որտեղն է զբաղեցնելու կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը, եւ արդյոք նա ընդհանրապես կլինի ցուցակում։ Բավականին համբերել եք։ Մեր կորել համբերեք, ինչի եք շտապ։ Իդեպ պարոն Բաղդասարյանը վստահեցրեց, որ հանրապետականն ընտրությունների կգնա քաղաքական դեմքով, սակայն չի ասի, թե այնտեղ տեղ կգտնեն կամ չեն գտնի Արաքել Մովսիսյանն ու Մեհեր Սեդրակյանը։ Տարածքային ցուցակներում գտնվող մարդկանց պետք է գնահատականը տա հանրությունը։ Պատգամավորի կարծիքով հենց հանրությունը պետք է զգոն լինի, որպեսզի իր քվեն տային մարդուն, որը երկրի հետ է կապում իր ապագան։ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը ռեյտինգային ցուցակով կառաջադրվի Արմավիրի մարզում։ Ես որպես Հայ-Հեղափոխական Դաշնակցության գերագույն մարմնի անդամ բնականաբար իմ պատրաստակամությունը, վճռականությունը հայտնել եմ եւ կա արդեն որոշումը, որ ես ակտիվորեն եմ մասնակցելու ընտրություններին։ Բնապահպանության նախարարը լրագրողներին ներկայացնում էր 2017 թվականի ներդրումային ծրագրերը։ Ընդհանուր առմամբ մշակվել է 420 միլիոն ԱՄՆ-դոլարի ծրագիր եւ գաղափար։ Դրանցից մեկը արտաքին պարտքի դիմաց առաջարկվող բնապահպանական ծրագիրն է։ Այնպիսի զարգացած երկրներ, ինչպիսին օրինակ Ճապոնիան է կամ Գերմանիան է, հանդես են գալիս առաջարկությամբ, որ մենք պատրաստ ենք պարտքի որոշակի մասը զիջել, եթե դրա դիմաց դուք իրականացնեք բնապահպանական ծրագրեր։ Բացի այդ դրամաշնորհների հաշվին այս տարի նախատեսվում է երկու ազգային պարկ հիմնել Տաթևում եւ Ջերմուկում։ Զուգահեռ պատրաստվում են արտոնություններ տալ հանքարդյունահանող ընկերություններին։ Հանքարդյունահանող ընկերությունները իրենք այսօր հաստորեն վճարում են բոլոր այն նյութերի համար, որոնք չեն կորզվում իրենց կողմից որպես եկամտի աղբյուր։ Իրենք առաջարկել են, որ վճարումը կատարվի կոնկրետ այն մետաղի համար, որը իրենց եկամտի աղբյուրն է։ Նախարարն անդրադարձավ նաև ձնհալի հետևանքով հնարավոր սելավների կանխարգելմանը, նշելով, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Պետք է ներգրավենք նաև միջազգային փորձագետների, առհասարակ Երևանում ջրահեռացման համակարգի, ներառյալ սելավատարների ուսումնասիրության եւ ծրագրային առաջարկներ ներկայացնելու մասով 2017 թվականի ծրագրերում նախարարությունը թիրախավորելու է նաև էկոտուրիզմը իրականացնելով Հարավ-Հյուսիս անաղբ Հայաստան ծրագիրը։ Նախարարությունը վերահսկելու է, որ կենցաղային եւ արտադրական աղբը չվնասի շրջակա միջավայրը։ Ընտրական վեճերը պետք է լուծվեն ակնթարթորեն մի քանի օր հետո դիմում բողոքով ներկայանալն անիմաստ է։ Ենթադրենք ձեր տանը հրդեհ է, առաջինն ինչ կանեք, ջուրը կլցնեք, թե 2 օր կսպասեք, որ տունն այրվի ու նոր միայն կգանգատվեք, նույն պրոցեսն էլ այստեղ է։ Ընտրական վեճերի լուծման գործընթացների բարելավման նպատակով հրավիրված քննարկմանը ներկա փորձագետը ամերիկյան օրինակով է կիսվում ու պնդում, որ գրավոր բողոքներ պետք է լինեն միայն եզակի դեպքերում։ Դիմում բողոք պետք է ներկայացնել միայն մի դեպքում, երբ հանձնաժողովի նախագահը չի կարողանում լուծել ծագած խնդիրը, բայց պետք է այնպիսի մեխանիզմներ լինեն, այնպիսի պատրաստված թիմ, որ ամեն ինչ տեղում լուծվի։ Հայ փորձագետները ողջունում են ամերիկացի մասնագետի առաջարկը, բայց միևնույն ժամանակ ներկայացնում, ինչ խոչընդոտներ կարող է լինել Հայաստանում։ Ընտրական օրենսգիրքը չի ուղղված, որպեսզի այս ամեն սկզբունքները կիրառվեն։ Ընդհանրապես չկա այդպիսի բան։ Սա պետք է հասկանանք եւ վերստին օգտվելով լիվես մեխանիզմից, ասեմ, այդ տեխնիկական միջոցները դրանք աշկակապություն են։ Այս պահի դրությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռևս ընտրություններին մասնակցելու հայտ չի ստացել։ Վերջնաժամկետը փետրվարի 16-ն է։ Նախկին ոստիկանները հոգնել են երկրի ղեկավար մարմիններում նույն դեմքերին տեսնելուց, հատկապես երբ խնդիրները լուծում չեն ստանում։ Ժամանակն է նրանց հիշեցնել հզոր Հայաստան, իրավական պետություն, զարգացած երկիր, բարեկեցիկ կյանք կառուցելու մասին նախկինում տրված նրանց խոստումները, որոնք ոչ միայն չեն կատարվել, այլ հենց այդ նույն իշխանությունների կողմից նրանց վարած ապաշնոր քաղաքականության, անհավասարակշիռ, չհաշվարկված ներքին եւ արտաքին քաղաքականության պատճառով
վտանգվել է պետության գոյությունը։ Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության 5-րդ համագումարում առայժմ չհայտարարվեց, որ ուժին են սատարում։ 3 օրից կազմակերպության հրամանատարական խորհրդի նիստում կորոշեն այդ։ Միանշանակ ոչ իշխանական ուժ։ Լինելու է այն ուժը, որը որ իրոք լծվելու է Հայաստանը այս ծանր վիճակից հանելու։ Մենք ճառասող չենք, մենք զանկախող ենք։ Ուրեմն իմացեք, որ քաղաքական ուժի կամ դաշինքի կողքը կանգնեցինք, այդ քաղաքական ուժը կամ դաշինքը անպայման կերտելու է հզոր հաղթանակ։ Նախկին ոստիկաններն ապրիլի 2-ին կդիտարկեն նաև ընտրությունների ընթացքը, սակայն սա էլ չի կանխի ընտրակեղծիքները, եթե քաղաքացիները նախկին ընտրությունների վարքը դրսևորեն։ Ընտրակեղծիքները դարձան ժողովրդի համար սպասելիք մեկ օրվա ստամոքսի սնունդ։ Ժողովուրդը կարա ծախվի որոշակի ծախու կուսակցական այրերի պես ու ինքը իրեն նետի ջրհորը։ Կոռուպցիան ու թալանը վերացնելու ներկա իշխանավորների խոստումներն արժանահավատ չեն։ Ոնց կարա վերանա, եթե մարդիկ փորձում են ստանձնել պաշտոն, որպեսզի գրպաններ լցեն, դեպուտատ դառնան, որ բիզնեսները առաջ գնա։ Համագումարին մասնակցում էր Արցախյան պատերազմի մասնակից Գուսան Հայկազունը, որն ինքնատիպ ձևով ողջունեց իր ընկերներին։ Հայաստանում աշխատանք փնտրողների թիվն աճել է 8.8%-ով, զբաղվածության պետական գործակալության տվյալների համաձայն 2016 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ աշխատանք է փնտրում 95,800 մարդ։ Լինում են տարբեր մասնագիտություններ, բարձր որակավորումից պահանջող, օրինակ տնտեսագետներ, բժիշկներ, հաշվապահներ։ Իսկ միջին որակավորում ունեցողներ բուժքուրների կարիք ունենք, բուժքուրներ, սպասարկման ոլորտին ենք ունենում շատ։ Կան նաև բանվորական մասնագիտություններ, որոնք որ առավել ևս շատ պահանջված են։ Աշխատանք փնտրողի եւ գործատուի միջև կապ ստեղծելու նպատակով զբաղվածության պետական գործակալությունն ամեն տարի աշխատանքային տոնավաճառ է իրականացնում Երևանում եւ մարզերում։ 2016 թվականին կազմակերպված 11 տոնավաճառների արդյունքում 15000 մասնակցից աշխատանք է գտել 461-ը։ Միշտ չէ, որ գործատուի եւ աշխատանք փնտրողի ցանկությունները համընկնում են։ Լինում է դեպքեր, երբ որ իրոք աշխատավարձը ցածր է, քանի որ գործատուն կարողանում է այդքանը վճարել։ Ըստ օրենսդրության սահմանված ինչքան որ բան, այսինքն մինիմալից բարձր։ Գործատուն անկախ ամենից ինքն է որոշում, թե կուզ եւ կարող է ինքը որոշի ըստ տարիքայինի, բայց անկախ ամենից ինքը որոշում է ըստ իր մեջ ունեցած, այսինքն մասնագիտական կարիքների։ Զբաղվածության պետական գործակալությունը 2017 թվականին ծրագրում է 10 աշխատանքային տոնավաճառ անցկացնել։ Գարիկ Սահակյանի խոսքով այս տարի ծրագրերը փորձելու են ավելի հասցեական դարձնել։ Լուրջ խնդիր է մնում հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման հարցը։ Այս առումով զբաղվածության պետական գործակալությունը ուղիներ է փնտրում։ Հաշմանդամների մասով օրինակ ունենք փոխհատուցման ծրագիր ունենք, որ փոխհատուցում է հաշմանդամին աշխատանքի տեղավորելու ընթացքում գործատուին, հարմարեցման ծրագիրը, այսինքն հարմարեցնում ենք հաշմանդամի աշխատավայրը։ Մենք ունենք խնդիր ընդհանրապես հանրապետությունում հաշմանդամներին աշխատանքի տեղավորելու առումով, որտեղ մենք ունենք 95000 գրանցված աշխատանք փնտրողներ մոտավորապես, մոտ 80,000-85,000 այսպես գործազուրկներ են։ Եվ իրենցից մոտավորապես 3-4%-ն են, որոնք որ գրանցված են մեզ մոտ որպես հաշմանդամներ։ Դա քիչ է։ Հանրապետությունում շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների ընդհանուր թվի 66%-ը։ Երիտասարդների թվականակը կազմում է գործազուրկների 23.8%-ը, իսկ հաշմանդամություն ունեցող անձինք 3.6%։ Այսօր տեղի է ունեցել Բարգավաճ Հայաստան կուսակցության համագումարը, ինչպես եւ սպասվում էր լուրջ բացահայտումներ այդ համագումարի ժամանակ չեն եղել։ Կուսակցության ղեկավար ընտրվեց Գագիկ Ծառուկյանը, իսկ թե որ մանր կուսակցություններին է Ծառուկյանը վերցնելու իր հովանուտակ, այդպես էլ չբացահայտվեց։ Փոխարենը պարզ է, թե ովքեր չեն լինելու այդ դաշինքում։ Օրվա գլխավոր թեման։ Գագիկ Ծառուկյանը Բարգավաճ Հայաստան կուսակցության 9-րդ համագումարում ընտրվեց կուսակցության նախագահ։ Մենք ձեր կուսակից ընկերները վերցնում ենք այդ պատասխանատվությունը Ծառուկյան դաշինքով սահմանելու ամենաբարձր նշաձողն ու գնալու հաղթանակի, որտեղ միակ հաղթողը լինելու է Հայաստանի քաղաքացին, Հայաստանն ու Արցախը։ Նո պասարան։ Ծառուկյան Գագիկը, եթե քայլ է կատարել ոչ
պաշտոնի համար, ոչ դիրքի, ոչ ունեցվածքի, Աստծո տամակ, հատ դռները բացում է, ջորը կանաչացնում է։ Պարոն Ծառուկյանը անդրադարձավ իր հասցեին հնչած քննադատություններին, դրանցից մեկը այն է, որ իրեն ասում են, թե նախորդ անգամ մինչև վերջ չգնաց։ Այդ ասողները չար մարդիկ են։ Ծառուկյանը չէր կարող իր ազգին իր ժողովրդին տանել առնայողության։ Իր ելույթում Գագիկ Ծառուկյանը թվարկեց սպորտում ունեցած ձեռքբերումները, խոսեց երկրի տնտեսական վիճակից, անդրադարձավ արտագաղթին, արագաչափերին։ Հայաստանի տնտեսական զարգացման մասին խոսելիս էլ հիշեց Դուբայը։ Դուբայը բոլորը գնացել 25 տարի առաջ միայն անապատ էր։ Պայման հնարավորություն ստեղծեցին։ Տվեցին ամբողջ աշխարհը գումարներ ներդրեց։ Մենք էլ այդ պայմանները պետք է ստեղծենք։ Թե ազգային ժողովի ընտրություններին ում հետ դաշինքով կամ համագործակցության Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հանդես կգա, այդ մասին Գագիկ Ծառուկյանը կամ կուսակցության մյուս անդամները իրենց ելույթում որևէ խոսք չասացին։ Միջև վերջնական բանակցությունները քաղաքական ուժերի հետ չավարտվեն, գոնե ինձանից որևէ անուն, ոչ որևէ քաղաքական ուժի, ոչ որևէ գործչի չեք լսել։ Քաղաքական ուժերից, որոնք ցանկանում են Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ միասին մասնակցել ընտրություններին, համագումարին ներկայ են Հայոց համազգային շարժումը, Առաքելություն կուսակցությունը, ինչպես նաև Արտաշատի քաղաքապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցությունից վերջերս դուրս եկած նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին Արգամ Աբրահամյանը, որը նաև Գագիկ Ծառուկյանի փեսան է։ Կարծում եմ, որ ոչ։ Իսկ ինքը ձեր որոշումը այստեղ ներկա գտնվելու ինչպես է։ Համագումարի մասնակցում էր նաև Գյումրիի նախկին քաղաքապետ, նախկին հանրապետական Վարդան Ղուկասյանը, որը եւս ցանկություն է հայտնել ընտրությունների մասնակցել Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ։ Ես ընդհանրապես ինձ կուսակցական չեմ դասել, թեկուզ այն ժամանակ, երբ որ հանրապետական եմ եղել։ Հիմա էլ ես ինձ կուսակցական չեմ դասում, ես ինձ ավելի հոգևորին մոտ եմ դասում, քան կուսակցական պատկանելությանը։ Ընտրություններին Բարգավաճ Հայաստան կուսակցության հաղթանակի համար Վարդան Ղուկասյանը ապավինում է Աստծուն հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության ռեսուրսները։ Ընտրություններին հաջողության հասնելու առումով ԲՀԿ-ի համար պետք է որ միևնույն լինի, այդ կուսակցությունը գնում է միայնակ թե դաշինքով, քանի որ ամեն ինչ կենտրոնացած է Ծառուկյանի անձի շուրջ, որը ընտրազանգվածի մի մասի կողմից ընկալվում է որպես հրաշագործ, այդ ընտրողները միևնույն է ձայնը տալու են Ծառուկյանին, անկախ նրանից, ասենք հնչակները կանգնած են նրա կողքին, թե ոչ։ Ինչի համար է պետք ԲՀԿ-ին այդ բալաստը վերցնել, զուտ իմիջի առումով դա հավանաբար ձեռնտու է, ստեղծում է լայն կոնսոլիդացիայի պատրանք։ Ընտրություններում որևէ շանս չունեցող կուսակցությունները պետք է որ ձգտեն դաշինքի, իսկ խորհրդարանում երաշխավորված հայտնվելու հնարավորություն են ստեղծում միայն ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն։ Երկրորդ դեպքում մանր կուսակցությունների իմիջային կորուստները ավելի քիչ են։ Ծառուկյանի հովանու ներքո հայտնվելու ցանկություն է հայտնել նաև ՀՀՇ-ն։ Հիշեցնենք, ժամանակակից ՀՀՇ-ն այդ կուսակցության հիմնադիրներից մեկը Լևոն Տեր-Պետրոսյանն անվանել է Գեղի կլուբ եւ նախկին ՀՀՇ-ի մի մասից ստեղծել է ՀԱԿ կուսակցությունը։ Մնացածները որոշել են պահպանել ՀՀՇ բրենդը, այդ իսկ բրենդը ըստ ամենայնի միահյուսվելու է Ծառուկյան դաշինքին։ Ամեկ պլյուսի զրուցակիցն է ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը։ Պարոն Արզումանյան, ՀՀՇ-ի վարչությունը որոշում է ընդունել Ծառուկյան դաշինքին միանալու, դուք այդ որոշմանը դեմ եք, ինչու։ Ես մշտապես հանդես եմ եկել այն մոտեցմամբ, որ պետք է ձևավորվեն գաղափարական դաշինքներ եւ մենք պետք է փորձենք համախմբել լիբերալ արժեքները կրողների թիմ, որով մասնակցենք եւ քարոզենք այդ արժեքները եւ նաեւ մեր տեսլականը էապես տարբերվում է մեծամասնության այսօրվա ազգային ժողովի մոտեցումներից։ Մենք պատկերացնում ենք Հայաստանը որպես եվրոպական տիպի ժողովրդավարություն, խարսխված համամարտկային արժեքների վրա, որտեղ մարդը գերագույն արժեք է։ Այդ առումով կարծում եմ այսօր ձևավորվող այդ ոչ գաղափարական ինչ-որ առումով նաև տձև միավորումները չեն նպաստում մեր գծի առաջխաղացմանը, այդ պատճառով ես նախընտրեցի ընդհանրապես չմասնակցել ընտրություններին եւ նաև չխոչընդոտել ՀՀՇ-ին, եթե որոշեն, եւ ինքս որոշեցի դուրս գալ կուսակցական չզբաղվել կուսակցական գործունեությամբ, որպեսզի ավելի անկաշկանդ լինեն իրենց հարաբերությունները։ Այնուամենայնիվ 88 թվականից դուք մասնակցում եք քաղաքականությանը։ Դուք ընդհանրապես ուզում եք դուրս գալ նաև քաղաքականությունից։
Ոչ, եթե դուրս գամ քաղաքականությունը ինքը ինձնով կզբաղվի, կոնկրետ կուսակցական գործունեությամբ գուցե հնարավորություն տանք ավելի շատ է խոսվում սերնդափոխությունից, բայց քայլ չի արվում, գուցե երիտասարդներ գան փորձեն իրենց գաղափարները առաջ քաշեն եւ ավելի հավանաբար արժի մտածել ավելի լայն դաշինքով հանդես գալու նոր միավորումներ ստեղծելու լիբերալ դաշտում այս ընտրությամբ ոչ սկսվում է, ոչ ավարտվում է կյանքը։ Հիմա կարելի է չմասնակցել այս ընտրությանը եւ շատ լավ նախապատրաստվել հաջորդին եւ տեսեք այ ցեյտնոտային ինչ որ իրավիճակ կա, մանավանդ նոր ընտրական օրենսգիրքը բավականին նորություններ է թելադրում, այդ ռեյտինգային ընտրակարգը ստիպում է որ դաշինքներ ձևավորեն, բայց մենք ականատես եղանք շատ սրընթաց մի գործընթացի, երբ դաշինքը դաշինքի հետևից ձևավորվում էր, բայց հիմա էլ նույն արագությամբ այդ դաշինքները կամ վերաձևավորվում են կամ փլուզվում են, դեռևս փնտրտուքի մեջ է քաղաքական դաշտն էլ եւ մեզ համար անսովոր ընտրակարգ է Հավանաբար первый բլին կոմում, էլի կտեսնենք ինչ կստացվի, չեմ բացառում, որ հաջորդ ընտրական ցիկլում արդեն վերանայվի այս ընտրահամակարգը եւ անցնեն կամ 100%-անոց համամասնականի կամ ինչու ոչ ողջ հանրապետությունով ռեյտինգայինի։ Այսինքն ճշտենք, դուք այս ցիկլում որոշել եք ընդհանրապես ընտրական ցիկլում որոշել եք ընդհանրապես չմասնակցել։ Այո, այո։ Այդ ցիկլում ես չեմ տեսնում իմ գաղափարները կիսողների ռեալ թիմ բացառությամբ հավանաբար ազատ դեմոկրատների, որոնք շարունակում են աշխատել համախմբելու միայն լիբերալ արժեքներ կրողներ եւ եվրոպական տիպի հանրապետություն ստեղծողների, ես շատ նորմալ հարաբերություններ ունեմ հետները, ինչով կարող եմ կաջակցեմ իրենց, բայց կոնկրետ ես իմ մասնակցությունը այս բանին չեմ տեսնում։ Շնորհակալություն։ Իմ զրուցակիցներ ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը։ Նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը ցույց է տալիս Ալեքսանդր Լուկաշենկոյի բռնապետ լինելու արմատները։ Իսկապես տղաներին, պատանիներին աղջիկները պետք է երես տան, որպեսզի նրանք հետագայում բռնապետ չդառնան։ Դիտեք նաև մեր վերջին խոսքը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Մենք կհանդիպենք երկուշաբթի օրը։ Կին լրագրողները պետք է իմանան, որ նրան իր ձայնի պատճառով փոքր ժամանակ դպրոցական եւ ուսանողական տարիներին աղջիկները երես չեն տվել։ Ու հիմա նա վրեժ է լուծում տղամարդկանցից, ուրեմն բռնապետ են։